Շնորհակալություն Հայաստան պատգամավորական խմբակցության անունից Աղվան Վարդանյանը ելույթ կունենա։ Համեցեք պարոն Վարդանյան։ Դահլիճում լռություն։ Քար լռություն։ Շնորհակալ եմ։ Քաղաքակիրթ արձագանք Սուրբ Էջմիածին մայրաթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Նա դուք դա էլ արեցիք։ Անհավատ եք զուրկ հայկականությունից։ Հայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրանել եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար։ Սա չեք մարսելու։ Արքեպիսկոպոս Բագրատ և Միքայել Սրբազանները ԱԱՑ-ն նկուղում են։ Սամնենք վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար և իր ոժդը։ Սա չեք մարսելու։ Բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։ Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է։ Նա ստեղծող, կառուցող է, դուք քանդող։ Նա բարեգործ է, դուք չարի սպասավոր։ Նա ողնաշարով, արյունով, հայ է, խոսքի տեր, մուշ Ալաշկերտի հոգևորականների ուսուցիչների ժառանգ է, դուք անհայտ ծագումով ու խոստում նազանց։ Լավ, ասեմ ձեզանից ոմանք։ Նա չի կոտրվելու։ Դուք եք կոտրվելու։ Լռություն դահլիճում։ Նա եկեղեցու հոգևորի մշակույթի հայ ինքնության պաշտպանն է, դուք ոչնչաբան։ Նրա կրեդոն ամեն ինչ հայրենիքի համար, ձերը ամեն ինչ հայրենիքի դեմ։ Պարոն Վարդանյան, ավարտեք։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ, պինդ եղեք ձեր հավատքի մեջ։ Սա սրանք գնալու են։ Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը, ամոթի այս խարանը ջնջելու ենք։ Պիղծ, նենք, վախկոտ, երախտամոռ մարդիկ մեր Հայաստանում ապագա չունեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, լռություն դահլիճում։ Մենք պետքա շնորհակալ լինենք, որ սենց ելույթներ շատ լինեն։ Լռություն։ Շնորհակալություն։ Ավարտվեցին ելույթները, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, հարգելի պատգամավորներ, այժմ քվեարկում ենք այս որոշման նախագիծը։ Քվեարկությանը դրում 2025 թվականի հուլիսի 1-ին գումարված ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Մաս կուսակցությունը պարակտվել է։ Կողմ 54, դեմ 22, ձեռնպա 0 որոշում ընդունվել է։ Անցնում ենք օրակարգի հարցերին։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին